Մինչև այս ժամանակ ստեղից մի ժամուկես հազիվ հասնում ենք Լեննագան, թեկուզ Լեննագանից կալը, բայց հիմա արդեն այդ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը կրճատվել է մի քանի անգամով։ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին այս տարվա մայիս ամսից մեկնարկեցին Գյումրի-Հայկավան ողջի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհները Մարս կենտրոնից մինչև Հայկավան համայնք ավելի շատ նմանվում էր կոպիտ ասած տանգադրոմի էր նմանվում, բավականին ահավոր վիճակ էր։ 1 միլիարդ 200 միլիոն դրամ ֆինանսավորմամբ այսօր արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները։ Դրանց որակը վերահսկելու եւ նկատված թերությունների մասին նկատողություններ անելու նպատակով Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մեկ առ մեկ ուսումնասիրեց ճանապարհի այն հատվածները, որտեղ իր աչքի համար նկատելի վրիպումներ կային։ Բայց որ sense նայում ենք վերևից իջնելուց բարձր է։ Այսինքն թեքությունը ջուրը է կողմը։ Այլ թերություններ էլ նկատեց մարզի ղեկավարը, որոնց գլխավոր մեղավորն ըստ նրա նախագծողն է, որն իր աշխատանքներն իրականացրել է առանց շինարարի հետ համագործակցելու։ Որտեւ իրանք այնտեղ նստած Երևան նստած նախագծեր են իրար կազմում եւ այստեղ իհարկե այնքան խնդիրներ կա, որ մենք աշխատանքի ընթացքում անընդհատ եկել հետեւել ենք եւ բոլորը կարգավորել ենք։ Նոյեմբերին շահագործման հանձնվող հիմնանորոգված ավտոճանապարհի վրա սակայն արդեն կան քանդված հատվածներ, որոնք թեև շինարարը դարձյալ մեկնաբանում է նախագծային վատ աշխատանքով, բայց եւ ստանձնել է դրա վերանորոգումը։ Այսինքն շահագործման չհանձնված նաեւ խնդիրներ առաջացել են։ Ժամանակին խնդիրներ էին առաջացել նաև Հայկավանի կամրջի նորոգման հարցում, բայց քանի որ այն վթարային լինելուց բացի նաև հետիոտների համար անցանելի չէր, ասֆալտապատմանը զուգահեռ այս ծրագրով նաև բարելավվել է։ Եվ 2 մետր լայնանա, որպեսզի հետիոտի ճանապարհ դրվի։ Այժմ արդեն Հայկավանից Ոսկեհասկ 4 կիլոմետրանոց ճանապարհը հետիոտն անցնելուց են դժգոհում գյուղացիները։ Ճանապարհի անանցանելի հատված տրանսպորտային որևէ միջոցով երթևեկության համար անգամ նպաստավոր չէ։ 4 կիլոմետր ճանապարհ է ոտքով։ Եթե կբորենք դա, այս ժամանակ։ Մարտենցա մի ոտը տալիս են, ասում ոտից, մի հատ է գլխից, սա տեղերը։ Այսինքն մեր ճանապարհը սարքերի քնիստերից Ոսկեհասկ։ Մարզպետը առաջարկը կատակի վերածեց ու հորդորեց գյուղացիներին այդ ճանապարհն էլ սեփական միջոցներով բարեկարգել։ Անընդհատ կհիշատակվի կգրես Սարիբեկի սարքած ճանապարհը, ժառանգներն է կտեսնեն։ Մարինե Դերբինյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։